Դու սաղասել կրկես ենք էլի։ Մեր ազգային ժողովը կրկես, հա։ Ցիրկա։ Ցիրկա, հա։ Դուք դուրը բացեցիք եւ ասացիք փող։ Այստեղ դու ստեղծել ես այնպիսի մի մթնոլորտ, որ ավելի հաճելի է եւ ավելի պատասխանատու, քան հերոստատեսության բոլոր ալիքներ իրար հետ վերցրած։ Այմար, իս Ենգիբարյանը ստանում էր 25000 ռուբլի։ Ու ինքը երկրորդ օրը արդեն գումար չուներ։ Պահանջ կա, կրկեսը բիզնես ունի։ Մարդիկ չեն հասկանում։ Ոնց որ կլոուն։ Ինչը կարող է ստիպել ձեզ, որ դուք հունից դուրս գաք։ Պրոֆեսոր Պետրոսյանը ասեց անաս։ Մի բաժակ խմեմ իմ դահորները 6-ի տեղը 20 հատ կերիվա։ Մի գաղտնիք պատմեք Ենգիբարյանից։ Լյուդա, Իրինա, Վալյա, սաղին դիմավորում բերում էի ցիրկ, բերում էի Ենգիբարյան։ Մյուս օրը ճանապարհ էի դնում։ Ենգիբարյանը մենակ ինձ էր վստահում։ Տղաները, աղջիկները չունեն այդ գիրքը, ոնց որ մի քիչ կուրելա, կներեք, ես ճիշտ խոսացող մարդ եմ։ Էդ ի՞նչ թեմա բացեցիր, Հերմինե ջան։ Դե մեր կուրսը գիտես, Ալլա Պուգաչովա, Жанна Бичевская, այդ Դոլինան բանը սոս։ Только ты имел одну любимую жену, որ իմանայի Ալլա Պուգաչովան այդպես պոպուլյար կլինի, այդպես հարուստ ես կամուսնանայի։ Կենթանիներ, երբ որ թույլ չեն տալի կրկեսում, դա սխալ է։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր դրսում, փողոցում, սրճարանում, խանութում չեն զլանում, մոտենում են ինձ ու ջերմ խոսքեր են ասում, հատկապես նվիրված Հերմինե դիալոգ նախագծին։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուրիդ ասած ջերմ խոսքը ինձ նոր ուժ է տալիս, նոր էներգիա է տալիս շարունակելու համար այս յուրահատուկ նախագիծը, որը նմանը չունի եւ չի կրկնվում։ Շատ շնորհակալություն դրա համար։ Բայց ուզում եմ նաև խնդրել, որ անպայման բաժանորդագրվեք Սեղմեք զանգի կոճակը, որ առաջինը հենց դուք իմանաք նորությունների մասին, ինչպես նաև տեղափոխվեք Instagram եւ Facebook, միանաք իմ պաշտոնական էջերին։ Նաև մենք իմ թիմի հետ միասին գործարկել ենք մի նոր ձևաչափ, խոսքս YouTube-յան ուղիղ եթերների մասին է, այնպես որ ուշադիր եղեք, որովհետև երբեմն ես YouTube-ում երեկոյան կամ առավոտյան ունենալու եմ ուղիղ եթերներ, ուրախ կլինեմ ձեզ տեսնելու այդ ընթացքում եւ կարդալու ձեր մեկնաբանությունները։ Այսօր շատ հետաքրքիր օր է լինելու, որովհետև այսօր իմ տուն ռեստորան հյուր է գալու Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իմ սիրելի դասախոս, շատ շատերի մանկությունը կերտող մի մարդ, ով տվեց մեզ շատ յուրահատուկ հիշողություններ կապված կրկեսի հետ։ Խոսքս Սոս Պետրոսյանի մասին է։ Գնամ դուռը բացեմ եւ պատրաստվեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև։ Քանի տարի չենք տեսել իրար։ Сколько лет, сколько зим։ Ինչ հաճելի հանդիպում։ Իմ դասախոսին հանդիպել իմ տանը։ Դու ո՞ր թվին ես ավարտել։ 2005-ին Շահվերդյան Վահեի կուրս։ Պարոն Պետրոսյան, ես միշտ այսօր հիշում եմ ձեր առաջին մուտքը լսարան։ Երկրորդ հարկում։ Այո։ Երկրորդ հարկում։ Այո։ Ձեր կուրսում էլի ով կար ասա։ Մարջանն էր Ավետիսյան, Ծովինարն էր Մարտիրոսյան, Նարեկն էր Հայկազյան, Հա, всё։ Անդրանիկն էր Զաքարյան։ Հիշեցի։ Ահա։ Ես գիրքս իմ դոկտորական աշխատանքը։ Դե եկեք նստենք պատմեք գրքի մասին։ Կպատմենք, հա։ Հայկական կրկեսը 3 եւ այսօր։ Սա մի իսկական գոհար է եւ ես շատ շնորհակալ եմ։ Այո։ Մերսի շատ։ Պարոն Պետրոսյան, նախ ուզում եմ ասել շնորհակալություն ինձ հյուր գալու համար։ Ես շատ անհամբեր սպասել եմ այս հանդիպմանը, որովհետեւ ունեմ ամենավառ հիշողությունները ինստիտուտից,
եւ մեր առաջին հանդիպումից, որի մասին անպայման կխոսենք, եւ հետո մեր ունեցած դասերից։ Բայց մինչ այդ ուզում եմ մի հատ գրքի մասին պատմեք եւ շատ շնորհակալ եմ այս շատ արժեքավոր նվերի համար, որը իմ գրադարանը կլրացնի եւ հուսամ սերունդների համար կլինի մի հրաշալի ծանոթություն հայկական կրկեսի պատմության հետ։ Այստեղ ես գիտես, Երմինե ջան, ուզում եմ այն նոր մտքումս մի բան եկավ, ասում եմ, ես որ կրկեսում, դե 100 տարի կրկեսի տնօրենն եմ, գեղարվեստական ղեկավարը, գլխավոր ռեժիսորը, դերասան եւ այլն, բայց մի օր ջղայնացա, գնացի արվեստի ինստիտուտ։ Այո։ Այն ժամանակ ինստիտուտի տնօրենը Լևոն Հախվերդյանն էր։ Այս մեր Ռուբենի պապը։ Այո։ Ու իսկ գիտական խորհրդի նախագահը այնպիսի տիտան, ինչպես Ռուբեն Զարյան։ Գնացի ջղայնացած մտա, ասեցի դուք պաշտպանում եք ամեն ինչի մասին, թատրոն, կինո, նկարչություն, գեղարվեստական մյուս ճյուղերը, բոլոր եւ այլն։ Ասի ինչու կրկեսի մասին թես ոչ մեկը չի պաշտպանում։ Ես որտեվ կրկեսը դա լավ արվեստ է, բարի։ Ժողովուրդը շատ սիրում է, բայց ոչ մի թես, ոչ մի գիտական աշխատություն չկա։ Մեկ էլ տենամ ես երկուսին ցած նայում եմ։ Ասում է Ռուբեն Զարյան ասեց. «Տախա ջան, հենց դու էլ սկսի պաշտպանել»։ Մենք գիտենք, որ դու ավարտել ես Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, գիտիսի ռեժիսուրայի ֆակուլտետը, ասպիրանտուրան, այդ պաշտպանի։ Դե պաշտպանի։ Այ մարդ, ես ուր, գիտական ուսումնասիրությունները ուր, էլ չկարացա ոչինչ պատասխանեմ։ Թակարդը կցեցին ձեզ։ Ասում եմ, դե դու կրկեսից լավ, քեզնից լավ, ով հիրի, պաշտպանի քո բառերով։ Մի խոսքով, ինչից հիշեցի այդ պատմությունը, որ այս գիրքը վերջի 100 տարվա հավաքածուն է, հոդվածներ, մեմուարներ, նկարներ եւ այլ։ Ես այսպիսի 5 գիրքի հեղինակ եմ։ Այո։ Այնպես որ ամեն ինչով զբաղվեցինք եւ դարձանք նույնիսկ գիտությունների դոկտոր։ Արվեստագիտության դոկտոր։ Իհարկե։ Ես առաջ միշտ մտածում էի, ասում էի, այ մարդ, այս դոկտորը, այս ոնց է։ Չի մտածում, որ մի օր կարող է ես դառնամ։ Կրկեսը գիտական մոտեցում պետք է լինի կրկեսին։ Եվ ես հիմա իմ աշակերտներին, նույնիսկ թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, որտեղ դու ես ավարտել, հիշում եմ քեզ լավ։ Դու իմ առարկայից շատ լավ էիր։ Շարժումները, բան, զգում էիր մնջախաղի հիմունքները, ցավոք շրտի քիչ դասավանդեցի։ Այո։ Որտեղից կարող են մարդիկ գիրքը ձեռք բերել, պարոն Պետրոսյան։ Գիրքը, օրինակ հիմա մեր նոր կրկեսում, հատուկ հուշանվերների բաժին կա, որտեղ մարդիկ կարող են մտնեն եւ այլ։ Եվ իմ 5 գրքերը այնտեղ դրված են։ Ցավոք սրտի ուրիշ չկա էլ։ Այո։ Ես կուզեի բոլորը զբաղվեին։ Բայց մենակ պարզվեց, որ ես եմ։ Այս վերջի գիրքը իմ իջայլոց, համահեղինակը իմ թորնիկն է։ Այո, Հրաչ։ Հրաչը, հա։ Ինքը հիմա ասպիրանտուրան է վերջացնում թատրոնի եւ կինոյի ինստիտուտում։ Եվ պատրաստվում է դոկտորական պաշտպանության։ Բրավո, պարոն Պետրոսյան, ես նախատեսել էի, որ գիրքը դուք ստորագրեք, մակագրեք, բայց կխնդրեմ դա անենք վերջում, ինչու, որովհետև սա մի հատ սիրուն հանդիպում կլինի, կարծում եմ, եւ մեր զգացմունքները իրենց ամենապիկին կլինեն, ամենավերջում, դրա համար վերջում կստորագրեք։ Շատ լավ, շատ լավ։ Պայմանավորվեցինք։ Այո, ինձ համար շատ լավ մթնոլորտ է այսօր ձեզ մոտ լինել։ Ես կարծում էի միայն հմեկ, երկուս, բայց այստեղ դու ստեղծել ես այնպիսի մի մթնոլորտ, որ ավելի հաճելի է եւ ավելի պատասխանատու, քան հերոստատեսության բոլոր ալիքներ իրար հետ վերցրած։
Շնորհակալություն։ Դե նայ, ես առաջարկում եմ, ես մատուցեմ նախուտեստը, մենք վայելենք գինին եւ սկսենք զրույցը։ Այստեղ հետո կտեղափոխվենք մեծ սեղանի շուրջ։ Իմ գործընկեր Progress Camp-ը առաջարկում է մի հրաշալի ճամփորդություն երեխաների համար հուլիսի 26-ից օգոստոսի 9։ Երեխաները մեկ շաբաթ կապրեն եւ կսովորեն Լոնդոնում, իսկ երկրորդ շաբաթը Քեմբրիջում։ Այդ ընթացքում դրանք կունենան այցելություններ ամենահետաքրքիր թանգարանները, ինչպես նաև կունենան անգլերենի դասեր եւ կբացահայտեն Անգլիան նորովի։ Ես իմ աղջկան որոշել եմ վստահել հենց Progress Camp-ին, բայց առաջարկում եմ շտապեք, որովհետեւ հնարավոր է գրանցել երեխաներին մինչ ապրիլի 5-ը եւ կարեւոր մի փաստ Progress Camp-ը ապահովում է վիզայի 100% աջակցություն։ Երկուշաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները կունենան ամենօրյա տուրեր Լոնդոնում եւ Քեմբրիջում, անգլերեն լեզվի միջազգային դասեր, 20-ից ավելի տեսարժան վայրերի այցելություն, մասնակցություն շոուների եւ իհարկե ակտիվ ժամանց։ Եվ շատ կարեւոր է նշել, որ կունենան 24/7 հսկողություն։ Progress Camp-ը նաեւ ապահովում է վիզայի 100% աջակցություն։ Ճամբարը կսկսվի հուլիսի 26-ին եւ կավարտվի օգոստոսի 2-ին։ Երեխաներին ճամբար ուղարկելը իհարկե հրաշալի գաղափար է, որովհետև կունենաք ազատ օրեր նաև ինքները ձեզ համար տարբեր զբաղմունքներ գտնելու համար կամ բացահայտելու նոր համեր։ Ես այսօր պատրաստելու եմ մերձավոր արևելքի համ ու հոտով հետաքրքիր ճաշացանկ։ Առաջինը պատրաստելու եմ կարմիր պղպեղով նախուտեստ։ Պատրաստելու եմ կարմիր պղպեղով համեղ նախուտեստ։ Հարում ենք կարմիր պղպեղը։ Հարում ենք ընկույզը, չորահացի փշրանքը, քիմիոն, փոշի կարմիր պղպեղ, ձիթայուղ, նաշարաբ, թահին, աղ եւ հիմա քիչ-քիչ ավելացնում եմ հարած կարմիր պղպեղը։ Իհարկե կարող եք մատուցել եւ մեծ ափսեով եւ անհատական, ես ուղղակի sense ձեռքի աշխատանք գեղեցիկ ափսեներով եմ, որ իմ ընկերուհին է նվիրել եւ չեմ կարող այս գայթակղությանը դիմանալ եւ չմատուցել սրանցով։ Սա մեր նախուտեստն է։ Միջին արևելքի համերն ու բույրերն ենք այսօր փորձելու իրար հետ։ Եվ նախուտեստը նման է մի փոքր մուհամարային հայտնի, բայց իմ տարբերակն է, որպես նախուտեստ չորահացերը կարող ենք այսպես վերցնել չորահացերով մեր նախուտեստը փորձել եւ հետո առաջարկում եմ համադրենք սպիտակ օրգանական գինի։ Թիվլիզեցիները սիրում են այսպիսի բաները, լայնացիան կարող են փորձել։ Իհարկե։ Բրավո։ Մի անգամից ասում են իննո։ Սիրեցիք։ Համա դուրս եկա։ Եվ առաջարկում հետը խմենք սպիտակ օրգանական գինի, Armenia Wine ընկերության տակառն է, ամբողջովին օրգանական ցիկլի արդյունքում ստացած գինի է, եւ պիտի որ շատ լավ համադրվի այսօրվա մեր ճաշացանկի հետ։ Բարի գալուստ եմ ուզում ձեզ ասել իմ տուն ռեստորան, մեր հանդիպմանը, հրաշալի ընթացք, ես պատկերացնում արդեն բոլոր այն գույները, որ պիտի բացվեն մեր զրույցի ընթացքում։ Բարի գալուստ։ Բարի հաղորդում։ Շնորհակալություն։ Փորձենք, ես էլ եմ ուզում փորձել, որովհետև պարոն Պետրոսյանը ինձ շատ գոտեպնդեց։ Շատ համով։ Պարոն Պետրոսյան, ձեզ հետ կապված իմ ամենավառ հիշողությունը թերևս մեր ամենաառաջին հիշողությունը, երբ որ դուք բացեցիք լսարանի դուռը։ Ես դա տարիներ շարունակ ավարտել եմ արդեն 20 տարի, բայց երբ որ ձեր մասին խոսքեր լինի, ես մեր առաջին հանդիպման մասին եմ պատմում, որ դուք դուռը բացեցիք եւ ասացիք փող։ Դուք պիտի կարողանաք այնպիսի արտիստ լինել, որ կարողանաք փող աշխատել։ Այդ ժամանակ դա մեզ համար շատ տարօրինակ էր, որովհետև մենք եկել էինք ինստիտուտ,
մտածելով որ արվեստը եւ փողը պիտի իրար հետ կապ չունենան։ Հիշում եմ ձեր կուրսից մեկն էլ կար ասում է, ինչու է փողի մասին, պարոն Պետրոսյան, չէ որ սկզբից արվեստը, հետո ասի չէ, առաջինը պիտի տենաս, ինչի համար է։ Փողը որտեղից է գալի գումարը։ Շարունակի։ Ինչի համար է կարևոր, որ իսկապես արտիստը կամ մշակութային գործիչը ունենա այն գիտակցությունը, որ իր արվեստը պիտի իրեն բերի գումար, որով ինքը կկարողանա արժանապատիվ ապրել։ Ես հիշում եմ, երբ ավարտեցի Կերկեսային ուսումնարանը Մոսկվայում, կարմիր դիպլոմով բան, ու միանգամից ինձ վերցրեցին, այն ժամանակ կար Սայուզգոսցիրկ միավորում, ու ինձ նշանակեցին աշխատավարձ, իմիջիալոց հայկական կերկեսային կոլեկտիվն էլ ղեկավարը Ենգիբարյան, Ենգիբարով, 60 ռուբլի, 60 ռուբլի այն ժամանակ, 70 թիվ, այ մար, իս Ենգիբարյանը ստանում էր 25,000 ռուբլի, այն ժամանակ, ու ինքը երկրորդ օրը արդեն գումար չուներ, ծախսում էր։ Եվ ձեր հայրիկից էր պարտքով վերցնում։ Այո, այդ ոնց գիտես դա։ Հետո ես կամաց մտածեցի, ոնց անեմ։ Հետո Ենգիբարյանը մահացավ, բան։ Ու ես մտածում եմ, ոնց անեմ, ես էլ իմ աշխատավարձը լավացնեմ։ Ու այդ ժամանակ կար գոսկոնցերտ, որը դերասաններին դա կլինի համերգային կազմակերպություն, դա կլինի կրկես, բալետ, օպերա, լավերին վերցնում էին եւ հավաքական խմբերի մեջ տանում էին արտասահման, բայց լավ էին։ Ու ես իմ համարը այնքան մշակեցի այդ 6 դողոլներով, որ տարվա 8 ամիսը արտասահման էի։ 12 անգամ նոր տարին դիմավորել եմ տարբեր երկրներում, Աֆրիկա, արաբական երկրներ, եվրոպական տարբեր երկրներ եւ այլն։ Ուտեղ եթե դու համար չունենաս, մրցակցություն ա գնում։ Եթե դու լավ համար չունենաս, քեզ չեն վերցնի։ Ու փառք Աստծո ինձ Հայաստանի հենց այն ժամանակ սենց էր սովետի ժամանակ։ Մեկը պիտի լինի Մոլդովայից, մեկը Լատվիայից, մեկը Ռուսաստանից, մեկը Ուկրաինայից, մեկը ու ինձ վերցնում են, որտեղ ես մենակ էի։ Եվ ֆոլկլոր էի ներկայացնում։ Կար դհոլներ, կար զոռաներ, կար ձեռնացողություն, կար կրկես, թատրոն եւ այլն։ Ու իմ բախտը բերեց։ Ու այդպես ես կադրելագործում էի կադի։ Չի կարող կրկեսում պատահական մարդ ու լավ կրկեսներում աշխատի։ Դա անհնարին բան։ Ճիշտ է։ Երևի նույնը եւ ձեր թատրոնում է, դրա համար որ ես եկա ձեր մոտ։ Ես ասացի։ Դուք պետք է տենաք։ Հիմա աշխատում եք այս թատրոնում, իսկ մյուս թատրոնում գումարը շատ է։ Բայց այնտեղ պահանջում են քեզնից վարպետություն։ Ուրեմն այս փոքր թատրոնում վարպետությունը կատարելագործի, որ քեզ կանչեն այնտեղ։ Հետո միջազգային եւ այլն։ Այդպես որ ես սխալ չեմ արել, որ ասել եմ դա։ Ես 20 տարի հետո եմ դա հասկացել, բայց ուզում եմ շնորհակալություն ասել։ Պարոն Պետրոսյան, այսօր ունեք կրկեսի դպրոցը։ Այո։ Հետաքրքիր է այն երեխաները նախում եք ընդունում, ինչպես եք ընդունում եւ բացի այդ էլ ինչ են անելու հետո այդ երեխաները։ Կարելի է կրկեսի դպրոցի մասին խոսեմ։ Հա։ Բայց հիմա մի բան ասեմ։ Այո։ Ձեր վերջի խոսքերը ասիք հետո ինչ են անելու։ Այո։ Մեր այդ դպրոցը իմիջիալոց անվաճառ է։ Բոլորը ծիծաղում են ին վրա։ Միակն է ու հանկարծ անվաճառ։ Այստեղ 100 հատ բարի խումբ կա, սա փող են վերցնում։ Ես ասում եմ հետեւյալը։ Այդ տվեք ինձ հիմա կրկեսի միջին համար, չեմ ասում լավ։ Ուղիղ 3-ից 4 օր ուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա։ Պահանջ կա, կրկեսը բիզնես ունի։ Մարդիկ չեն հասկանում։ Իսկ ինչ վերաբերում է, որ դուք ասում եք կրկեսի դպրոցը երբեք ստեղծե, բա։ Ես 72 թվականից երբ Ենգիբարյանը մահացավ, ես հենց իր անունով ստեղծեցի ես դպրոցը, որը գործում է մինչև հիմա։ Ստուդիա ունենք, դպրոց ունենք, իսկ հիմա մենք ստեղծեցինք կրկեսային ակադեմիա։
բառը լավ է, չէ, հնչում։ Շատ։ Բայց իրոք այդպես կա։ Էլի անվճար։ Այնպես որ մենք սպասում ենք, թող գան, կրկեսը ունի բիզնեսի դաշտ։ Հետո որտեղ են Մի քիչ աշխատում։ մանրամասնեիք, պարոն Պետրոսյան, Օրինակ իմ աշակերտներից հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատում են աշխարհի տարբեր կրկեսներում։ Լավ, իսկ այստեղ տեղում Տեղում օրինակ հիմա իմ աշակերտներից լավ կրկես ունենք Շապիտո Վարդանյան եղբայրն Այո։ են։ Իմ լավ աշակերտներից են եղել։ Իրենք էլ ամբողջ աշխարհով ման են եկել, ստեղծել են, հիմա լավ աշխատում են։ Հիմա մեր կրկեսում նոր կրկեսում։ Այո։ Ճիշտ է, հիմա գնում է հրավիրված արտիստներով հրավիրված կայացում, այդ ռուսական դերասաններ են հիմնականում բան, ոճը Cirque du Soleil, իմիջիալոց ես քեզ տեսա մի անգամ դու այնտեղ էիր։ Այո։ Ինչ որ ինտերվյու էլ փոքր տվեցի։ Ես հետևում եմ։ Հա։ Բայց հետո արդեն մեր ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ծրագիրը, երազում եմ, որ վերջապես մենք ստեղծենք հայկական նոր կրկեսային կոլեկտիվ եւ բոլոր հայերը ինձ ամեն օր զանգում են, երբ ենք մենք։ Ես լինելով նաեւ կրկեսային գործիչների միության նախագահ միջազգային, ինձ բոլորը ուզում են գա։ Ոչինչ, հիմա այս ծրագիրը կվերջանա եւ մենք արդեն կունենանք ծրագրեր, որտեղ ձեր հարցի պատասխանը։ Ով որ ավարտում է, առանց երդվում եմ եւ կարամ ստորագրեմ։ Առանց աշխատանքի չի մնա։ Էդի 100%-ով։ Ովքեր են այն մարդիկ, որ այսօր ուզում են դառնալ կրկեսի արտիստ։ Այդ որ մարդիկ են, ովքեր են, հիմնականում ինչ բնավորություն ունեն, հիմնականում որտեղից են գալիս եւ ուր են ուզում գնալ։ Որտեղ բոլորը ուզում են դառնալ այսօր կինոյի դերասան։ Կինո, թատրոն։ Թատրոնի դերասան։ Հեռուստասերիալների Ճիշտ ես դերասան։ նկատել, կրկեսային արվեստը մասսայական արվեստ չի։ Եթե թատրոնն, պարը, երգը մասսայական են, կամ հիմա գիտեք որն է մոդա։ Թորիկս գնում է սև գոտի։ Կարմիր գոտի։ Դա լավ բան է։ Բայց մեր մոտ ոնց որ չհասկանամ։ Կրկեսը դա ինչ անեն։ Նամանավանդ հիմա այս վերջի տարիները գիտեք ինչ են ասում։ Դու սաղս էլ կրկես ենք էլի։ Մեր ազգային ժողովը կրկես է, մեր եսին քաղաքական դաշտը ցիրկա, հա։ Բայց մեկ-մեկ ես նեղանում եմ, որ ասում են, ոնց որ կլոուն։ Արա, այդ բառը մի ասեք։ Կլոուն ամենաբարդ արվեստն է։ Դրա համար մի հատ Ենգիբարյան ունենք։ Հայաստանը 3 միլիոն է, 2 միլիոնը քաղաքական գործիչ է։ Բան չէ մի հատ Ենգիբարյան։ Ապրես։ Պարոն Պետրոսյան, ինստիտուտի տարիներից հիշում եմ, որ դասերը մեր անցնում էին շատ պատկերավոր, շատ գունեղ, շատ էմոցիոնալ, բայց ոչ երբեք կոնֆլիկտային ուսանող եւ դասախոս հարաբերությունների մեջ։ Ես շատ ցավում եմ, որ հատկապես երիտասարդները այսօր փոխանակ այն բանին, որ ճանաչեն մեր կրկեսի գործիչներին, իմանան թե ինչ մեծ ժառանգություն են թողել, ինչ սերունդ են կրթել, միացնում են ինչ որ YouTube-յան նյութեր եւ դրա հիման վրա սկսում են մարդկանց գնահատել, որը կարող է լինել շատ էմոցիոնալ, ոչ կանխատեսված եւ այլն եւ այլն։ Հիմա սրա մասին եմ, որ ասում եմ կարող ենք չխոսել իհարկե, բայց ես իմ պարտքն եմ համարում, որպես ձեր շկոլան անցած մարդ, խոսել նրա մասին, որ համենայն դեպս մենք երբևէ չենք տեսել դասախոսի կողմից որևէ սխալ վերաբերմունք կամ գերէմոցիոնալ վերաբերմունք։ Ինչը կարող է ստիպել ձեզ, որ դուք հունից դուրս գաք։ Մի անգամ դուրս եմ եկել YouTube-ով այդ հիշում եք այդ որ ասել են անասուն իմ աշակերտներին, իսկ հիմա որ ազգային ժողովում ասես անասուն, դա ամենանուրբ եւ ամենալավ բան 20 տարի առաջ այդ ոնց պրոֆեսոր Պետրոսյանը ասեց անասուն։ Հունից դուրս գալը գիտեք ոնց է, ես դες անվճար ընդունում ենք, չէ՞, երեխաներ գալիս են։ Բայց գալիս են մի ժամ պարապում են, փախնում են։ Չի կարող այդպես բան լինել։ Կարող է թատրոնում լինի, կներես, եթե մենք ունեցել ենք, չէ, այնպիսի տիտաններ, Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Էլչեմ ասում Ֆրունզիկը, Մետաքսիա Սիմոնյան, Մետաքսիա եւ այլն, Սոսը,
նրանք կարող է եւ փորձ չանեին, բայց իրենց մեջ էություն կար, որ մի անգամից ես լսել եմ Հրաչյա Ներսյանը մի բաժակ խմում էր ու դուրս էր գալի, նենց էր, բայց մեզ մոտ ամբողջ օրը դիսցիպլինա է։ Մի բաժակ խմեմ, իմ դավորները 6-ի տեղը 20 հատ կերիվա։ Եվ գլխիս կընկնի։ Ստեղ պետք է բան անել։ Դրա համար ես մի քիչ ջղայնանում եմ մեկ-մեկ, որ տեսնում եմ գալիս են երեխաները պարապում են։ Չկա այդ շունչը։ Կիրքը այդ բառը շատ լավ էր իմիջայլոց։ Կրկեսը շատ դժվար ժանր է։ Գիտեք, թատրոնում թատերական արվեստը շատ գեղեցիկ եւ ամեն ինչի հիմքն է։ Կարող է մարդը մի քիչ խալտուրա անի, մեկը դուրս է գալի, ասենք երկրորդ պլանի դերասանը կարող կուշիչ պոդնա, բայց այստեղ տենց բան չկա։ Վատ բան անես ընկնում ես երևից ներքև։ Սխալ անես ֆիֆլյագը գլխի վրա ես։ Կամ ուրիշին ես գցում։ Հունից գալիս են, որտեղ ոչ բոլորն են պարտաճանած։ Կրկեսում 2 ժամ քիչ է։ Գալի 2 ժամ փախավ։ Քանի ժամ եք պարապում։ Ամբողջ օրը։ Դե ձեր կենսագրությունը կարդալիս ուղղակի ես հասկանում եմ, որ երևի քիչ են մնացել այն մարդիկ, ովքեր այսպես կարող են սիրահարվել մի բանի եւ ամբողջ կյանքում լինել նվիրյալ եւ ոչ մի վարքյան հետ քայլ չանել եւ ոչ միայն իրենք առաջ գնան, այլ նաեւ մի ամբողջ ժանր իրենց ուսերի վրա տանել, սերունդ կրթել, սերունդ տալ եւ կառուցել մեր մանկության ամենավառ հիշողությունները։ Ես չգիտեմ իմ սերնդից կամ մեկը արդյոք որ կրկեսի դիմաց նկար չունի։ Սա մի շատ խորհրդանշական բան է։ Կրկեսի դիմացի մեքենայի մեջ նստած նկար ինձ թվում է պիտի բոլորը ունենային։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այդ մանկության հուշերի համար, որ ձեր շնորհիվ է նաև կառուցվել, որտեվ այն ներկայացումները, որ արվում էին ու մեզ ձևավորում էին որպես մարդ, շատ կուզենայի այսօր մեր երեխաներն էլ տեսնեին։ Այ որ ասում ես, քանի ժամ եք պարապում, կրկեսում պետք է ամբողջ օրը պարապես։ Օրինակ, հետո պետք է սիրես։ Եթե սիրես, ամբողջ օրը չես պարապի։ Օրինակ, ես հիշեցի Լեոնիդ Գյորգիչը Ենգիբարովը, որի կոլեկտիվում ես աշխատում էի։ 70 թիվ Հայաստանի սովետական կարգերի հաստատման 50-ամյակն էր եւ հայկական կոլեկտիվը ինքն էլ ինձ Մոսկվայից վերցրեց եւ իր կոլեկտիվում, որը հայկական էր կոչվում։ Ինքը ամբողջ օրը պարապում էր։ Ամբողջ օրը, նույնիսկ շատ էր սիրում աղջիկների, շատ, բայց աղջիկների հետ որ հանդիպում էր, չէ, ես էլ կողքը փորձ էի, ինքը իրեն նովելներն էր կարդում, այ մարդ ասում եմ, ես ինչ ասում, մեկ էլ շոր տալիս էր ինձ այս բանը, ասում էր սա տարի իմ համար է, եսի բե։ Մի գաղտնիք պատմեք Ենգիբարյանից։ Գաղտնիք։ Հա, մի բան, որը ոչ մեկ չգիտի։ Գիտեք ինչ, ինքը իրա վերջի նովելները, բոլորը ինքը ստեղծագործել է մանեժում, եւ որտեղ ես կողքը կանգնած, ու տեսնում էի ինքը համ փորձ էր անում, ձեռնացություն, ակրոբատիկա, գիմնաստիկա, օդային եւ պարալել իրար հետ, պարալել ոնց կլինի։ Զուգահեռ։ Իշտում էր մեկ էլ գնում ես գրում էր։ Ես ես փորձ էի անում իմ մամա ու նայում էի։ Եսի երևի չեմ պատմել ոչ մի անգամ։ Հետո իրա զոնդիկները, գլխարկները, բան, հետո ինքը հենց մի քիչ փորձ էր անում, հնանում էր, գցում էր ենկում։ Ես այդ բոլորը կամաց հավաքում էի։ Կարծես թե գիտեի, որ ինքը կարող է մահանա, դառնա լեգենդ, եւ հիմա նոր կրկեսում մենք մտածում ենք թանգարան ստեղծել։ Ու այդ իրերը ես կբերեմ, կդնեմ թանգարանում։ Այսա կարծում եմ գաղտնիքներից մեկն է։ Շատ հուզիչ է։ Ես առաջարկում եմ տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ։ Ես մատուցեմ տաքուտեստը
Եվ խոսենք ձեր կյանքից, ձեր երեխաներից, եւ փորձենք իրար հետ այդ իլյուզիան կրկեսի, չկորցնելով, ցույց տանք նաեւ մարդկանց, պատմենք դրա մասին։ Ինչ կարծես։ Սիրով։ Կանանց միամսյակը իր բուրըն ընթացքի մեջ է եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը իր Վալան Դորս խանութ սրահների ցանցով ունի յուրահատուկ առաջարկ։ Բոլոր դռները 40% զեղչով, այնպես որ շտապեք ձեռք բերելու նոր դռներ ձեր նոր բնակարանի համար կամ էլ փոխարինելու հին դռները նորով 40% զեղչով։ Պատրաստելու է մերձավոր արևելքի համերով եւ բույրերով ապուր, որի մի մասը արդեն նախապատրաստել եմ, հիմա կպատմեմ ինչ եմ արել։ Եվ այսպիսով եփել եմ արգանակը, հավով արգանակ, որի մեջ եղել է կոճապղպեղ, դարչին, գազար, սոխը իդեպ կարմիրն եմ ընտրել եւ հենց կեղևով եմ եփել, որ գույնը ավելի հարուստ լինի եւ պատրաստել եմ բրինձ։ Հիմա այս ապուրի ամբողջ հետաքրքրությունը, բացի համեմունքները, նաև մատուցման ձևն է։ Եկեք սկսենք։ Սկզբից դնում ենք բրինձը։ Հետը դնում եմ այն գազարները, որոնք որ եղել են արգանակի մեջ։ Հետը դնում եմ սոխը, իհարկե նախընտրության հարց է, ով սիրում է, կարող եք մատուցել սոխով։ Հետը դնում եմ հավի միսը։ Արգանակը մատուցելու ենք փոքրիկ թեյնիկով։ Առաջարկում եմ այս գործողությունը իհարկե անել սեղանի շուրջ հենց հյուրերի ներկայությամբ։ Մատուցում ենք այսպես։ Պարոն Պետրոսյան ջան, ձեր անձեռոցիկը որ խնդրեմ կվերցնեք։ Մենք հիմա միասին վայելելու ենք մերձավոր արևելքի բույրերով պատրաստված ապուր։ Մի քանի բառով պատմեմ։ Այո։ Հավով արգանակը պատրաստել եմ դարչինով։ Իմբիրի հայերեն ոնց է կոչա։ Հավով արգանակը պատրաստել եմ դարչինով, դափնուտերևով, կոճապղպեղով, բրինձը շաֆրանով եւ ամբողջը այսպես հենց մեզ տեղափոխում է Ապրես, ես արևելքի երկրներ։ Հուսամ կհավանեք։ Փորձենք։ Փորձենք։ Մի անգամից ասեմ, հոյակապ Սիրեցիք։ Նաման դարչինը ավելի գունեղ է դարձնում եւ ավելի համով։ Շնորհակալություն եւ հետն էլ իհարկե կարծում եմ նույն սպիտակինին կարող ենք շարունակել, որտեղ շատ լավ կհամադրվի։ Ես զարմացա, որ դու ես պատրաստել։ Բա իհարկե։ Կրկեսային համար չկարողացա պատրաստել, գոնե ապուր պատրաստեմ։ Որտեվ Այստեղ էլ է ֆոկուսնիկություն պետք անել խոհանոցում։ ամենամեծ ֆոկուսն է դա։ Ամենամեծ ֆոկուսը հենց լավ պատրաստելն է։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, հիմա որ հետ եք նայում եւ հիշում եք այն տղային, ով այդքան երազում էր կրկեսի մասին, այդքան երազում էր Լեոնիդ Ենգիբարյանի հետ հանդիպման մասին, ով չէր պատկերացնում իր կյանքը առաջին անգամ կրկես տեսնելուց հետո արդեն այլևս առանց կրկեսի, ինչ զգացողություններ եք ունենում այդ տղային հիշելիս։ Գիտեք իմ ժամանակ ես Թիֆլիսում եմ ծնվել, մեծացել։ Ես ամեն օր սիրահարվում էի։ Ու այդ աղջիկների, որի վրա սիրահարվում էի, այս դասարանից, այն դասը
Ուզում էի ինչ-որ մի բան անեի, որ ուշադրության կենտրոն լինեի։ Ես ճիշտ բան եմ ասում։ Հետո որոշեցի մի օր տելևիզորով ռեկորդ կար, ռեկորդ հեռուստացույց։ Ցույց տվեցին կրկես ֆիլմը Ենգիբարյանի։ Ճանապարհ դեպի կրկես, որ նայեցի, ատեի ոչ թե այնքան կինոն ինձ ուզեց, որտեվ ես չէի հասկանում, ասենք ժանրեր, բան, չէի կարող այդ ժամանակ Ենգիբարյանին գնահատական տալ։ Ես սիրարվեցի տեղի աղջիկների վրա։ Ու ասում եմ, այնց բան դա, ասի չէ, ես պետք է դառնամ ցիրկի, բայց ուր գնամ։ Այ հիմա տեսեք դուք իմ հետ խոսեցիք, ձեր աղջիկը ստեղ գնաց, ուղղություն եք տալի։ Բայց այն ժամանակ ոչ մի ցիրկի խմբակ, բան գոյություն չուներ։ Այդպես բան չկար, ասի որտեղ գնամ, ինչ անեմ։ Ու վերցնում էի տունը շշեր էի գցում, բան, մամաս ինձ ուղարկում է, մի անգամ էլ եմ սա պատմել։ Այո։ Մամաս ինձ ուղարկում էր խանութ, ասենք լիմոնադ առնեի, կաթ առնեի։ Այդ հացը անպայման մոտ մի 400 մետր որ հաստատ կար, կես կիլոմետրի հասնող տարածք էր։ Ես պետք է հացը դնեի քթիս, որ ընկնում էր նորից էի, պետք է անպայման գայի, մամաս գար ու գցեի իր ձեռքի մեջ։ Կներեք, որ սենց մանրամաս է, եթե ցիրկ չսիրես, չի կարող պատահի։ Հիմա ինչ զգացողություններով եք այդ երեխային հիշում։ Հələ հետ գնացեք, էլի մոտ։ Հիշում եմ այդ երեխան սխալվեց։ Ինքը երջանկություն բերեց կրկեսը գտնելով։ Եվ նույն երջանկությունը բերեց եւ տվեց իր ամբողջ ընտանիքին։ Հիմա ես կներեք, որ կրկեսային միակ դինաստիան է։ Այո։ Բոլորը ասենք ցավոք սրտի, ոչ Ենգիբարյանը, ոչ Իսահակյանը, ոչ կրկեսի ստեղծող Արսումանովը, դյադ Վալոդյան։ Ոչ մեկը դինաստիա։ Ես ստեղծեցի այդ դինաստիան էլ շատ բան։ Հիմա մինչ դինաստիային անդրադառնալը, երեք նայում էի ձեր ժպիտ ֆիլմը նորից, եւ ուշադրությունս գրավեց, դե բազմիցս էի տեսել բոլոր հնարքները ֆիլմում գլխարկով, դհոլներով եւ այլն, բայց ուշադրությունը սևեռվեց։ Ինքան ծանոթ մարդիկ կգտնեք, որ հիմա ասեմ, կասեք ոնց, որտեղ էր, հետո կասեմ։ Եվ ուշադրությունս գրավեցին Երևանի կանայք այդ ֆիլմում։ Այն հատվածներում, որտեղ Երևանից այսպես քրոնիկաներ էին եւ ինչ գեղեցիկ էին բոլորը։ Դե ոնց չսիրահարվեի։ Ինձ հետաքրքիր է այսօրվա կանանց, որ տեսնում եք։ Ինչ է փոխվել։ Ինստիտուտում, որտեղ դու ես պրոֆեսոր եմ 100 տարի, բան, կուրսեր եմ ունեմ, հիմա էլ այս տարի ստեղծում եմ նոր կուրս եմ։ Այ մարդ, այս երիտասարդները այնքան, եթե դու չսիրահարվես աղջկա վրա, չի կարող պատահի դու լավ բան ստեղծես։ Օրինակ Ենգիբարյանը ամբողջ սովետական միության կրկեսներից երկուշաբթի օրը կրկեսի վիխադնոյն էր, հանգստյան օրը։ Ինձ մի ցուցակ էր տալի, էլի եմ պատմի։ Ասում էր Լյուդա, Իրինա, Վալյա, սաղին դիմավորում բերում էին ցիրկ։ Իրանք էլ աշխատում էին տարբեր կրկեսներում։ Մի օրով գալիս էին, որ Ենգիբարյանին տենան, նորից հետ գնան։ Բերում էի Ենգիբարյան, մյուս օրը ճանապարհ էի դնում։ Ենգիբարյանը մենակ ինձ էր վստահում։ Ու այդ ժամանակ ես մեկ-մեկ էլ ես էի օգտվում, որտեղ Ենգիբարյանը ինքան զբաղված էր։ Բայց որ դուք ասում եք, եթե չսիրես աղջիկներին, կանանց, սերը դեպի մայր, չի կարող պատահի դու մի լավ բան ստեղծես։ Շատ են փոխվել այսօրվա աղջիկները համեմատած այն աղջիկների, որոնք ժպիտ ֆիլմում էին եւ ձեր շուրջն էին։ Հիմա գիտես, ես մեկ-մեկ որ դասավանդում եմ, ասում եմ, տենում եմ, որ շատ քիչ էլ մնացել։ Տղաները, աղջիկները չունեն այդ գիրկը, ոնց որ մի քիչ կուրել է, կներեք, ես ճիշտ խոսացող մարդ եմ։ Ուզում եմ, մի տեսակ անտարբերություն կա, իսկ մեր մոտ կրակը վառում էր, բոլորիս մոտ։ Պետք է սիրես մի բան,
Բացի աղջիկներից։ Պետք է սիրես Խորեն Աբրամյանին, Ֆրունզիկին, ձեր մոտ թատրոնում, որ ասես այ ուզում եմ սենց դառնամ, Մետաքսիա Սիմոնյան, Վարդուհի Վարդերես։ Եթե այդ սերը չլինի, այդ նմանվելու հատկությունը չունենաս, դու չես կարող դառնալ լավ դերասան։ Պարոն Պետրոսյան, այ ասում եք, որ շատ սիրահարվող եք եղել եւ այլն եւ այլն։ Բա ո՞նց եղավ, որ արտիստների շրջանում հիմնականում շատ են բաժանումները, նոր ամուսնությունները, սիրահարություն։ Ո՞նց դուք ամբողջ կյանքում մի կնոջ հետ ապրեցիք։ Ոնց որ իմանայիր։ Էդ ի՞նչ թեմա բացեցիր, Հերմինե ջան։ Շատ Ոնց որ իմանայի, երեք չի առաջի օրը։ Ահա։ Մեր կուրսի մեկը Վալերի Մարոզով կա։ Իր մյուս անունը Եմպոլսկի, հայտնի վաստակավոր արտիստ։ Դե մեր կուրսը գիտես Ալլա Պուգաչովա, Ժաննա Բիչևսկայա, այդ Դոլինան, բանը, սա բացի կրկեսից, էստրադային նաև կուրս էր, մենք միասին էինք սովորում։ Վալերի բաններ ծննդյան օրն էր, ու բոլորը զանգեցին ինձ։ Երևան, ես դե Մոսկվայում են տոնում։ Իրենք միասին էին, ձեզ զանգեցին։ Իրենք միասին Մոսկվայում, ինձ էլ էին հրավիրել, ես չկարողացա գնալ։ Ու զանգեցին, նորից ասեցին, որ շատ ափսոս, որ կինդ մահացել է բան, բայց ինչու չես ամուսնանում, ինձ էին ասում։ Բայց ձեր հարցին են պատասխանում, ինչու միակ։ Ուրեմն մեր կուրսում 16 հոգուց։ Բոլոր 15-ը բացի ինձնից։ Ամենակիցը 4 անգամ մեկը ամուսնացել է, հետո գնում է 5, 6, Պուգաչովան 9 եւ այդպես շարունակ։ Իսկ մենակ մեկը իրանք էին ասում, սոս, только ты имел одну любимую жену и до сих пор не хочешь заново жениться։ Անից որ ես մի հատ կին եմ ունեցել ու վերջ, դրանով սահմանափակվել եմ։ Իսկ այդ պլիադայից ոչ ոքի սիրահարված չեք եղել։ Մեր կուրսից չէ, շատերը գիտեն թե որ ասենք Ալլա Պուգաչովա բան տենց անուններ կար, կարող է ես միշտ իմացել եմ, ես մի քիչ իմ ծնողները շատ խիստ են եղել, որ անպայման ես պետք է ավարտեմ։ Ես Թիֆլիսից էի, չէ՞ գնացել, հետո մերոնք տունը փոխեցին, եկան Երևան։ Ես պետք է գնամ Երևան ու հայ աղջիկ ուզեմ։ Էդ էլ եմ ես բանարել, երազել եւ հասել դրան։ Ու եկել եմ Երևան, ընդունվել եմ թատերական ինստիտուտ։ Չէ՞ որ կրկեսային ուսումնարանը բարձրագույն չի։ Ու ինձ պետք էր բարձրագույն ունենալ, այն ժամանակ շատ խիստ էր։ Եկել եմ ընդունվել եմ ձեր թատերական ինստիտուտը, այսինքն ձեր եւ մեր։ Եվ որոշել եմ հայ ունենալ եւ այդպես էլ ստացվեց։ Մի բան էլի հարցնեմ։ Իհարկե այդ հարցին կարող եմ նաեւ ես պատասխանել, որովհետև ես էլ հիմա տեսնում եմ իմ դասընկերներին, ինձ, իմ կուրսընկերներին եւ հասկանում եմ, որ իհարկե 20 տարի առաջ հանդիպել ենք, ոմանք շատ փոխվել են, ոմանք այնքան չեն փոխվել, բայց հետաքրքիր օրինակ պայմանական, եթե Ալլա Պուգաչովայի լուսանկարներն է ձեր աչքով ընկնում։ Շատ արդեն այս տարիքում, գիտեմ, արդեն այս տարիքում եւ հետ եք գնում եւ հիշում եք այն Ալլա Պուգաչովային, որ բոլոր լուսանկարներում ձեզ փաթաթված էր։ Ապրես։ Ինչ զգացողություն ունեք, որ տեսնում եք արդեն իր կյանքի այս մայրամուտում, այս տարիքին փոխված։ Մեկ որը տենց խոսում ենք տղերքով, ասում էի, որ իմանայի Ալլա Պուգաչովան այդպես պոպուլյար կլինի, այդպես հարուստ ես կամուսնանայի, որ ասում եմ բոլորը ծիծաղուցն։ Չէ՞ դե գիտես ոնց է, մարդ պետք է ես գտնում եմ մի անգամ ամուսնանա։ Չէ, ես ուրիշ բանի մասին է, ինձ ուրիշ բան է հետաքրքիր, հա, նայեք նույնիսկ ինքներդ հասկանալի է, որ 50 տարի առաջ, 40 տարի առաջ բոլորովին այլ տրյուկներ էիք անում, այլ եւ հիմա հասկանալի է, որ այլևս չեք անում այն, ինչ որ անում էիք տարիներ առաջ։ Այս մեծանալուն ինչ փիլիսոփայությամբ եք նայում տարիքին։ Իմ փիլիսոփայությունը այդ ձեր հարցին պատասխան։ Նրանում է կայանում։ Շատերը ինձ ասում են, դե պարոն Պետրոսյան, մեծացել ես։ Գիտես ինչ կա, երբ որ ես գնում եմ ակադեմիա, դպրոց,
Երեխաները մեկը ակրոբատ է, մեկը գիմնաստ է, մեկը օթային է, մեկը ֆոկուսնիկ է։ Ինձ բոլորը ասում են, ո՞նց անեմ, ոչ ես կարա ասի։ Այս գնդակը վերցրա 20 միլիմետր այս կողմից գցի վերև։ Ասենք չէ, կներեք որ համեմատում եմ, օրինակ Վարդան Աճեմյանը խորիկին ասում են, այ դու ստեղից ինքը ցույց էր տալի։ Հա։ Բայց շատերը ասում են, ո՞նց ցույց տու։ Ես պետք է ցույց տամ երեխային ինչպես են գնդակներ գցում, 3 հատ, 4 հատ, 5 հատ։ Ես 3 հատ խնձոր կարողանում եմ այսպես անել։ Հա, ձեզ էլ ինչ է սովորացել։ Իհարկե։ Հետո ասենք ակրոբատիկա, ինչպես մի ձեռքի վրա կանգնեմ, ինչպես կուլբիտ անեմ, ինչպես ֆլյագ անեմ, ինչպես սալտո։ Եվ հիմա դուք այդ ամենը անում եք։ Եթե ես չանեմ, տնից դուրս չեմ գա։ Ու իմ ֆիլիսոփայությունը հենց դրա մեջ է։ Ես պաշտպանում եմ այդ բոլորը։ Մինչև հիմա ես երեխաներին, օրինակ, 3 չի առաջ օրը բաց դաս անցկացրի, բոլոր մարզիչները մեր ակադեմիայում աղջիկս էլ նկարեց ու գցեց Instagram բան կա հիմա։ Ու ես բոլորի հետ պարապում էի։ Ասում եմ ոնց գլուխկոնձի անեմ կանգնեմ, ոնց ասում եմ այսպես, ես ցույց եմ տալ։ Այն որ այն ժամանակ որ զգամ որ արդեն չեմ կարող կասեմ ես արդեն մեծացել եմ վերջին փիլիսոփայությանը։ Աստված չանի։ Եղել է կյանքում մի իրավիճակ, որ կրկեսային հմտությունները ձեզ կյանք են փրկել կամ ինչ-որ մի սիտուացիայից հանել են։ Այդ ինչ ես ասում, այդ ինչ ես ասում։ Երբ որ մենք Եվրոպայում շրջագայում ենք, Ահա։ տղաս նամանավանդ որ նոր աղջիկս նարան սոս կրծերը բան որ շրջագայում ենք, առաջի տարիներին ես իրանց հետ շրջում էի, որպեսզի տենայի որ իրանք ոնց են ինտեգրվում միջազգային կրկեսների ասպարեզի բանը շնչառության համակարգի մեջ, հետո նոր ասում էի արխային էի դառնում գալ, ու մենք որ երկրից երկիր էինք գալի, մեկ էլ մեզ տուգանում էի, մեր մեքենայով, այնտեղ չկար որ ձեք ես տանեն, դու պետք է ունենաս քո մեքենան, դու պետք է ունենաս քո քարավանը, այսինքն քնելու վագոնը, Գրին վագենը։ Այո, ու մեկ էլ միշտ սահմանից Պոլշայից գնում ենք բան, Գերմանիայից գնում ենք, մեկ էլ միշտ ու ստեղ ես ֆոկուսներ ունեի ու սկսում էի ֆոկուսներ ցույց տալ, ձեռնացություններ անում, կրակներ էի վառում ցույց տալիս, չէին տուգը, գիտես ինչ տանգ էր, $100 պետք է տուգանք մուծես։ Հենց որ կա տեղեր, նույնը իմ տղայի սովորացրեցի սոսը մեծը, հիմա էլ թորներս են անում Գերմանիայում են, հենց մի բան լինում ցույց են տալի, կան լավ միլիցիոներներ, ոստիկաններ, որոնք տեսնում են որ լավ բան ասում են լավ գնա։ Հետո իլյուզիայի բոլորս ենք ուզում հավատալ, պարոն Պետրոսյան, ես առաջարկում եմ մատուցեմ դեսերտը, հետո սուրճ կուզեք, թե թեյ կուզեք, թե կոնյակ կուզեք։ Չէ, գինի որ խմում ենք էլի։ Գինի կուզեք հետո։ Եվ խոսենք հայկական միակ կրկեսային դինաստիայի Պետրոսյան ընտանիքի մասին։ Շատ լավ։ Հիմա կամ։ Շատ ժամանակ մենք որոշ գործեր հատկապես տան հետ կապված թողնում ենք հետոյի։ Հետո կանեմ, հիմա ժամանակը չէ, հիմա դրա համար ֆինանս չկա եւ այլն եւ այլն։ Եվ այնքան ենք թողնում այդ խնդիրները, որ մի օր դառնում են արհավիրք եւ դրանց լուծումները դառնում են ել ավելի բարդ եւ ել ավելի թանկ։ Իմ սիրելի գործընկեր Կտուր EM-ը առաջարկում է փոխարինել հին տանիքները բոլորովին նորով։ Հատկապես խոսքս գնում է ազբեստից տանիքների մասին, որոնք վտանգավոր են մեր առողջության համար։ Բայց միայն փոխարինելու մասին չէ խոսքը։ Նաև խնդիրներ են լինում լավ կտուրների հետ կապված, ինչ որ մի բան հոսում է, ինչ որ մի բան ծակ է, ինչ որ մի բան թեք է եւ դա դառնում է խնդիր։ Այնպես որ կարող եք զանգահարել 812 կարճ հեռախոսահամարին, Կտուր EM-ի պրոֆեսիոնալ աշխատակիցները շատ արագ կկազմակերպեն լուծումներ, կգան մասնագետները, կգնահատեն խնդիրները եւ ձեր տանիքի խնդիրը կվերացնեն կամ էլ կփոխարինեն, ինչպես արդեն ասացի։ Եվ շատ կարևոր մի բան, որ եթե դուք ուզում եք ձեր տանիքը փոխարինել, ինչը բնականաբար այնքան էլ էժան գործ չէ, ապա բանկի հետ ունեցած ցանկացած հարց լուծում է հենց Կտուր EM-ը։ Այնպես որ անցեք գործի եւ մի թողեք, որ փոքր խնդիրը դառնա մեծ խնդիր։
Պատրաստելու եմ քնաֆայով համեղ աղանդեր, առաջին անգամն եմ պատրաստում, ինձ համար էլ է շատ հետաքրքիր ինչպես կստացվի եւ համեղ կլինի, թե ոչ, խոստանում եմ անկեղծ ասել։ Ինձ անհրաժեշտ է քնաֆա, դե հավանաբար բոլորդ արդեն գիտեք, թե դա որն է։ Այս գիտեք, այն որ մամաները բուրթը չփխում էին, մտնում էիր մեջը սենց բաներ իրան, մի երկու հատ էլ իհարկե ճիպոտով ստանում էիր, որովհետև արդեն չփխած բուրթը չէր կարելի փչացնել։ Քնաֆեն այսպես առանձնացնելուց հետո դրա վրա լցնում ենք հալեցրած կարագ։ Եվ սկսում ենք այսպես խառնել։ Եթե դուք արևելյան քաղցրավենիքներ սարքելու գործում հմուտ եք, ապա հանգիստ գրեք ինձ ինչն եմ սխալ անում այս աղանդերը պատրաստելիս, որովհետև ես ինքս սովորում եմ իհարկե եւ ուրախ կլինեմ, եթե դուք էլ ինձ ուղղորդեք եւ սովորեցնեք։ Հիմա սարքում ենք օշարակը, շաքարավազով եւ ջրով։ Այս ընթացքում կտրատում ենք ընկույզը։ Միջին չափի կտրատած ընկույզին ավելացնում ենք դարչին, շաքարի փոշի, մեր պատրաստած օշարակից եւ վարդի ջուր։ Հիմա վերցնում ենք այս փանքեյքի կամ խվածքների համար նախատեսված տարան, հատկապես ով երեխա ունի, բոլորի տանը կա։ Հիմա դնում ենք միջուկը եւ փակում ենք հաջորդ շերտով եւ լավ սեղմում ենք։ Դնում եմ 180 աստիճան տաք ջեռոցը, այնքան մինչև լավ կարմրի։ Ուй, գեղեցկուհիներ ջան։ Եվ հիմա օշարակը զգուշ լցնում ենք մեր աղանդերի վրա։ Դու ինչ գործում էիր թատրոն։ Դու պետք է գնայիր ամենա բարձրակարգ ռեստորանում լինեիր խոհանոցի շեֆ։ Օй, շնորհակալություն։ Մենք բոլոր բլյուդաները քո համով է։ Շնորհակալություն։ Փորձելու ենք կանաֆե։ Առաջին իմ փորձն է եւ հուսամ վատ չի ստացվել։ Վարդի ջրով, օշարակով, ընկույզով, դարչինով, դեսերտ։ Սենց համով բաներ ես պատրաստում։ Հիմա բոլորը կուզենան գալ, տեղ չես ունենալու։ Բայց ամեն մեկին հո չեմ հրավիրում։ Էդի դու պատասխանեցիր։ Եկեք փորձենք։ Շատ լավ։ Հուսամ լավ է ստացվել։ Շատ համով է։ Այո։ Ստացվել է ինձ մոտ։ Շնորհակալություն գնահատանքի համար։ Միջալոց իմ աղջիկը Նայրան։ Գիտես դերասանուհի է, բայց ինքն էլ կարող է քեզպես այսպես լավ չպատրաստի, բայց ինքն էլ լավ պատրաստում է։ Այ Նայրան Բոլոր պատրաստողների կենացը։ Նայրան, որ կարողանում է աշխարհի բոլոր կենդանիներին իրեն ենթարկեցնել։ Այս ինչ է որ չանի։ Հա, չէ, դա էլ իր դժվարությունները ունի։ Իմիջիայլոց հիմա կենդանիների պաշտպանները շատ դեմ են կենդանիներին կրկեսում Շատ վատ է։ Ներգրավվելու, չասեմ օգտագործելու, ներգրավվելու հարցին։ Ինչպես եք նայում այս խնդրին։ Այո, թող ներեն ինձ, ես գտնում եմ որ կենդանիներ երբ որ թույլ չեն տալի կրկեսում, դա սխալ է։ Ինչու։ Ես իմ թեզի մեջ մի մեծ գլուխ եմ նվիրել կենդանավարժության։ Առանց կենդանավարժության կլասիկ կրկես չի կարող լինել։ Ոնց որ հաց ուտես առանց աղի։ Համա ինչ որ մի բան կենդանավարժությունը կրկեսային արվեստի ամենագեղեցիկ ժանրերից մեկն է։ Եվ պատահական չի, դե ես միշտ դուրս էի գալիս որպես տնօրեն ու նայում էի ովքեր են տոմս առնում։ Երեխաների հետ ծնողները որ գալիս էին հարցնում էին կենդանիներ կա։ Ես նայում էի։ Հենց որ իմանում էին կենդանի չկա, տոմս չէին առնում։
Հենց որ իմանում էին կենթանի կա, բոլորը տոմս էին։ Կենթանին նամանավանդ մեր հայ հանդիսատեսը կրկեսի, կենթանիներ շատ է սիրում։ Ես դեմ եմ, որ կառավարությունը այդ ինչ որ իրեն որոշմամբ դա արկել է։ Օրինակ ոնց կարող է, օրինակ Մոսկվան, Զապաշնիների կրկեսը, ամբողջը կենթանիներ են։ Նիկոլինի կրկեսը, ամբողջը կենթանիներ են։ Հասկանալի է, որ հանդիսատեսը պահանջում է, բայց այստեղ հարցը մի քիչ ավելի նրա մեջ էր, որ կենթանիներն են սահմանափակված, կենթանիներն են իրավունքներից, այսպես ասած, ընդհակառակը, ոչ թե սահմանափակված են, այլ ավելի լավ։ Դրեսիրովщик, որ դա ծաղրանք է։ Ոչ, դա սխալ բաներ են։ Կենթանավարժը եւ իր օրինակ Զապաշնին իր վագրի հետ դուրս էլ գալի Երևանի փողոցներում եւ մաներ գալ։ Այդ կադրերը կան։ Այնց որ կենթանավարությունը պետք է լինի եւ ուզում եք ես մի բան ասեմ։ Ճիշտ է, հիմա արկելված է։ Շատ շուտով կգա մի ժամանակ, որ նորից կթույլատրեն։ Այս նոր եմ վերադարձել Հռոմից, ժյուրիի անդամ էի։ Ծրագրի 90%-ը կենթանիներ են։ Առանց կենթանի կրկեսը ոնց որ կերակուրը առանց աղի։ Կենթանուն այն էլ գիշատիչ կենթանու ենթարկեցնելու ամենամեծ գաղտնիքը որն է, պարոն Պետրոսյան։ Դրան լավ կպատասխանին աղջիկս որ կանչեք, հա։ Բայց դա էլ ինչպես ես ասեցի, պետք է սիրես այս գործը, պետք է կենթանու հետ վարվես ոնց որ քո երեխայի հետ։ Այդ դեպքում կենթանին զգում է, ուզում է վարժ լինի, ուզում է փիղ լինի, ուզում է նապաստակ լինի։ Եթե զգում է, որ կենթանավարժը ինչ որ մի բարի գործի համար իրեն այս կամ այն տերուկը հնարքն է սովորեցնում, նա անպայման անում է։ Իսկ վախ չեք ունեցել ձեր երեխայի կյանքի համար։ Ես նարային մի անգամ որ ասեցի Հայաստանում կենթանավարժ չկա էլի, ինքը Եվրոպայում էր աշխատում բան, տղայիս հետ, եղբոր հետ նարան, եվրոպական երկրներում լավ աշխատանք ունեին, ես 2000 թվականին, 2001, իրան կանչեցի, ասի, գիտես ինչ, արի դու զբաղվի կենթանավարությամբ, ասում է, պապա ջան, ես կի կատվից եմ բախում, ասի, ոչինչ, ում ասում եմ չի ուզում, արի դու ու իրան հանեցի Եվրոպայից, բերեցի ստեղ, ինքը Նիկոլինի կրկեսում էլ, համ վարում էր, համ իր իլյուզիոն համարներն էր անում, ու եկավ ստեղ կամաց, Մոսկվայից մասնագետներ, հրավիրեցինք դա հատուկ համակարգ, կենթանավարժություն սովորեցնելը, ես դրա ճիշտ ասած լավ մասնագետը չեմ, ես որպես ռեժիսուրա կարող եմ բեմադրել կենթանավարժական ժանրում մի համար, բայց որ սովորեցնել դրա համար Մոսկվայից ենք բերել եւ ինքը սովորեց կամաց նայերուն։ Բայց վախ չունեիք, որ կարող է կենթանին ինքը վախենում էր սկզբից, այդ ջիերը որ թռնում էին իր վրա։ Բան դե իր տրեյները բան Մոսկվայից որ եկել էր, ինքը ասում էր որ պետք է ցույց չտա։ Հենց կենթանին տեսավ որ դու վախենում ես, վերջ։ Ու ինքը կամաց ինքը մտավ այդ աշխարհը։ Ես էլ էի վախենում։ Ասում եմ հանկարծ երեխուն բան չլինի։ Ու ինքը կամաց նույնիսկ սկսեց գիշատիչ կենթանիներ, արջ, բան, վագր մի հատ ունեցավ։ Հետո այնց ստացվեց, որ արդեն թույլ չտվեցին, տենց կամաց։ Պարոն Պետրոսյան, դուք գիտակցված ձեր ընտանիքի Այնքան համով բաներ է սարքում, որ ինչ հաճելի է։ Շատ հետաքրքիր է, որ դուք գիտակցված ձեր ընտանիքին, այն էլ երեխաներին, թոռներին մտցրել եք մի բնակավար, որը հետաքրքիր, գունավոր եւ այլն իննից բացի նաեւ շատ վտանգավոր է։ Շատ ծնողներ գիտակցելով այս վտանգը, իրենց մասնագիտությունների որոշ վտանգներ չեն թողնում երեխաները շարունակեն։
Բայց դուք կարծես թե ոչ միայն դեմ չեք եղել, այլ նաև իսկապես ստեղծել եք բոլոր պայմանները, որ պրոֆեսիոնալ մասնագետներ դառնան։ Բայց միևնույն է, ամեն մի տրյուկը, ամեն մի ելույթը, ամեն մի նոր ներկայացումը իր հետ մի հատ մեծ վտանգ է բերում կյանքի համար։ Չունեիք այդ վախը, որ ձեր երեխաներին էլ չմցնեք Ես ուզում եի, քանի որ կրկեսի դերասանը, նամանավանդ ես դա իմ կաշվի վրա եմ տեսել։ Տարվա 9 ամիսը արտասահման էի։ Ասում էի, գոնե մերոնք, նամանավանդ կինս ասում էր, իմ միակ տղան թող Երևանում մնա, արի ցիրկով չզբաղվի, ասում արի։ Ընդունվեց պարարվեստի ուսումնարան։ Այո։ Լավ ձևով ավարտեց։ Խանամիրյանը վերցնում էր Պարի պետական։ Վիլեն Գալստյանը վերցնում էր բալետային տրոպան օպերայի։ Եվ այլ, ասում էի, խնդրեմ։ Ու ինքս իմ տղաս կամած ինքը զգաց, որ են էլ փորձեց, են էլ պարարվեստը ավարտեց, լավ ձևով ավարտեց։ Բայց չգնաց այդ խմբերը, եկավ իմ արվեստի։ Նույնը ուզում էի աղջկաս, ասի գոնե մի աղջիկ ունեմ։ Ինքը այն ժամանակ, որ ես թատերական ինստիտուտում կուրս էի հավաքում, ռեժիսորա, կրկեսի դերասան, ռեժիսոր, այդ բանը, այդ ուղղվածության կուրս հավաքեցի, Նայրան արդեն պետք է ընդունվեր բարձրագույն։ Եվ նա ասի, իմ կուրսը չընդունվեց։ Ինքը գնաց, ընդունվեց Կիմ Գուրգենիչներ կուրս հավաքում, Տատինցյանի հետ։ Կիմ Արզումանյանը եւ այո։ Այո։ Իրանք կուրս էին հավաքում, ասի թող ինքը թատերական, ուղղված, նամանավանդ ինքը սիրում էր թատերական, բանաստեղծություններ էր կարդում, բան։ Ընդունելության քննության ժամանակ նստած ենք, ես կրկեսային կուրս եմ հավաքում, այդ մեր տիտանները հավաքում են թատերական։ Մեկ էլ բոլորը մտան, ասին Սոս Պետրոսյան, ձեր աղջիկը պետք է ընդունվի ձեր կուրսը։ Ինչպես երեկոյան ձեր կնոջ աչքերին նայեցիք։ Ֆոկուսներ էր անում, բաներ անում, ամեն ինչ ու Չէ, բայց հասկանալի է, չէ՞ որ այդ ամեն ինչը հո 17-18 տարեկանում չեն սկսել անել։ Այդ եմ ուզում ասել, իրանք 3-4 տարեկանից արդեն պատրաստի ոչ օֆիցիալ արտիստներ են եղել կրկեսի։ Ինձ հետաքրքիր է ինչու եք այդ փոքր ժամանակվանից նրանց թույլ տվել մոտ լինել այդ արվեստին։ Թատրոնում էլ ատենց, օրինակ ես մեկ-մեկ նայում եմ թատրոնում, ասում եմ, օրինակ են անուններ չտանք շատ են լինում այդպիսի հաղորդումներ, որ իրաց ծնողը թատրոնում է, իրանք էլ հենց կուլիսներում օրորոցի մեջ մեծ է, նույնը մեր մոտ է, բան չեն ասում, ապիլկաների մեջ է, բան ա եղել, ծնվե, այսինքն ապիլկը հետը կրկեսին նվիրված։ Հենց որ ուզես չուզես, իրանք ընդեղ լաց էին լինում, ես ելույթ էի ունենում, հետո կինս էր գալիս, մի խոսքով, կրկեսին էլ, եթե չնվիրվես, ոչինչ չի ստացվում։ Իմ ընտանիքի, իմ դինաստիան բոլորն էլ զբաղված են կրկեսով։ Տղաս իր ընտանիքով հիմա այս վերջի տարիները ապրում են Գերմանիայում։ Երկու Տիգրանը եւ Սոսիկը իրենք լավագույն կոնտրակտներով աշխատում են գերմանական։ Հիմա գիտես, ինքան մոդա չի կրկեսում աշխատել։ Եթե կրկեսում աշխատում ես, այստեղ էլի փողի մեջ է, որ ասում էինք։ Եթե քո մակարդակը բարձրանում է, կրկեսում աշխատելով, որտեղ կրկեսներում այդքան շատ չեն վճարում, արդեն դու գնում ես կորպորատիվ։ 3 համերգ Մայան, 2 ներկայացում Վաշինգտոն, 3 ներկայացում Մյունխեն, արդեն կորպորատիվ։ Ու մերոնք Գերմանիայում տղաս, իրակինը, 2 թոփ։ Իրանք 2 տարի առաջ, որ մտնեք իրանց էջերը, կտեսնեք Instagram, 2 տարի առաջ տեղ չունեն։ Այդ նշանակում է հասել են մի վարպետության աստիճանի եւ աշխատում են, գիտես, արտասահմանում էսպես է, եթե չաշխատես, չես կարող լավ ապրել։ Ես եթե չեմ սխալվում, Գերմանիայի կառավարությունը ձեր թոռանը որպես լավագույն կրկեսային արտիստներից մեկ, իլյուզիոնիստ, հա, երևի թե այսպես ավելի ճիշտ է ասել, իլյուզիոնիստ, աճպարար, նույնիսկ մեծ առանձնատուն են նվիրել, որ այո, մեծ առանձնատուն, լավ պայմաններով, եւ դա էլ գնահատական է։
Շուտով մեր մոտ էլ այդպես կլինի, բայց արդեն մենք չենք։ Քանի Գինեսի ռեկորդ սահմանեց ձեր տղան։ Արդեն 6։ Արդեն 6։ 6 թե 7, չեմ կարող սխալվել։ Իսկ թորնիկները։ Թորնիկները դե գիտես ոնց է, ոչ բոլոր արվեստներն են Գինեսի։ Այո։ Իսկ թորնիկները նկատի ունեմ Նրանք հստակ ամեն ինչ մեկը են ունի անում։ իր ուղղվածությունը։ Իմ թորնիկ Սոսիկը, բացի նրանից, որ աշխատում է կորպորատիվ տարբեր ծրագրերում, իլյուզիա, մանիպուլյացիա, այնտեղ չկան ящիկներ, բան, ինքը դա չի սիրում։ Ինքը սիրում է ձեռքերի արվեստ։ Ինքը ունի իր աշխատանքը եւ հեռուստատեսային նույնիսկ ալիքներում տրամադրում են Եթերաժամեր, ապրես այդ խոսքը մոռացել էի։ Այնպես որ իսկ Նայրան հիմա, քանի որ այս վերջերս արդեն կենթանիներին չեն թույլ տալիս, ինքը զբաղվում է կրկեսով, ինքը կրկեսային ակադեմիայի ղեկավարն է գեղարվեստական, ինքը բեմադրում է համարներ, ինքը վարում է ծրագրերը, մենք բացի կրկեսից ելույթներ ենք ունենում մեր ստուդիայով բոլոր զորամասերում։ Լավ չի հիշել, բայց Արցախում չկա մի գյուղ, որ Արցախում մերոնք չլինեին։ Բոլոր շրջաններում, բոլոր զորամասերում։ Դա գիտես, երբ որ կրկեսում մի բանի հասնում ես, պետքա պրակտիկատ զարգացնես։ Եթե պրակտիկա չունի, իսկ դա նշանակում է պետք է համերգ ելույթներ, ներկայացումների մաս։ Իսկ դա մեր մոտ լավ է դրած, դա նառան լավ է դրել։ Թորնիկս իր տղան, մյուս իմ երրորդ Հրաչը ինքը այնպես ստացվեց, որ դերասանական բանով չգնաց, ինքը արդեն մենեջերական։ Դա շատ կարևոր բան է դեպ ձեր գործի համար։ Գիտական, ինքը այս շուտով դոկտորական թեզ է պաշտպանելու։ Թատրոնի կինոյի ինստիտուտում։ Ասպիրանտ։ Պարոն Պետրոսյան։ Բայց ավարտել է ֆրանսիական համալսարանի եւ բակալավրը եւ մագիստրատուրան, ավարտել է իմ մոտ թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, հիմա էլ ասպիրանտուրայում ավարտեց եւ պաշտպանելու է։ Եվ վերջի վերջո վերջո բոլորս զբաղված ենք։ Եվ վերջի վերջո դուք ինչ գործունեություն եք այսօր ծավալում, հատկապես Երևանի կրկեսում։ Դե ես կրկեսի գծով այնտեղ հիմա մեզ մոտ այսպես է էլի, բացի կրկեսից տեղի են ունենում շոուներ, սպորտային համերգներ, ամեն մեկ կրկեսի գծով ես գեղարվեստական ղեկավարն եմ, բայց իմ հիմնական գործը հիմա ակադեմիան է։ Ակադեմիան գիտեմ, բայց կրկեսում ունեք ձեր պաշտոնը, ձեր գործունեությունը, սիրված եք, գնահատված եք։ Իհարկե։ Ինչ հաճելի է։ Ես հիմա երազում եմ, որ ես սկզբում էլ ասեցի, մենք հիմա իհարկե մեծ, այսպես շատ թանկ, գեղեցիկ ծրագիր ենք բերել Երևանում, բայց ես ուզում եմ մյուս ծրագիրը արդեն լինի ավանդական կրկես, որտեղ ելույթ կունենան մեր հայ դերասանները, նրանք բոլորը սպասում են, կարոտել են մեր հայ հանդիսատեսին և դա անպայման կլինի։ Անչափ շնորհակալություն ինձ մոտ գալու համար։ Շատ շնորհակալ եմ։ Եվ ես ես բաց չեմ թողնի առանց մակագրելու։ Այ հիմա ճիշտ պահն է ինձ թվում է, պարոն Պետրոսյան, մակագրելու համար։ Խնդրեմ։
Այն քեզ կտեղափոխի կրկեսի կախարդական աշխարհ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, անչափ շնորհակալ եմ։ Սպասում եմ մեր մյուս հանդիպումներին։ Շնորհակալ եմ անչափ։ Մինչ հանդիպում։ Շնորհակալություն։ Իսկ դուք չդադարեք փնտրել, գտնել հայկական կրկեսային միակ դինաստիայի բոլոր համարները, որոնք հնարավոր է իհարկե տեսնել YouTube-ում կամ այլ ալիքներում, որովհետև դուք նայելու եք եւ չեք հավատալու ձեր աչքերին, որովհետև այնինչ անում են դա իրոք աչքերին հավատալու չէ։ Շնորհակալություն։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM